Բարև ձեզ, մենք սկսում ենք Նորոգորասի պոդքասթը, առաջին վիպուսկն է։ Մենք ձեր հետ լինելու այս հաղորդման ընթացքում ամբողջ ջիմը եւ գյուլխը։ Մենք այսօր խոսալու ենք մի շարք թեմաների մասին, որոնցից մեկն է ռոք պոեզիան։ Սկսենք։ Ինչ է ռոք պոեզիան, սկսենք դրանից երևի, այսինքն պոեզիա, որը օգտագործվում է ռոքի մեջ, ինքը շատ հաճախ ավելի մոտիկ է լինում մարդուն, քան ուղղակի պոեզիան, որը տենց էջերով տրքում է տենց։ Անում վառում են բան, տենց սեղանի տակ դնել բանը։ Դիսկը միշտ չի լինում դնել սեղանի տակ։ Ինքը ջարդվում է։ Դիսկը դրա համար է դա, ուզում ասեմ, ավելի լավ է երգենք։ Այո։ Հա, այդ է ասում։ Այսօր խոսանք մի քանի հատ արտիստների մասին, որոնք հենց զուտ կապ ունեն ռոք պոեզիայի հետ, որոնցից օրինակ Dorsey, Jim Morrison-ն է։ Մեկ իր անունով երգում ենք մեկ-մեկ։ Լավ, կարելի է սկսել։ Jim Morrison-ը այն ազգագյուտ անձնավորություններից մեկն էր, որը կարողացավ շատ հեղափոխական ինչ-որ բան անել ռոքի մեջ, մինչ այդ ռոքը շատ ինչ-որ սոցիալական էր եւ ինչ-որ չէ, բլյուզից դե հա, կենցաղային, իսկ ինքը այդ ինչ-որ դարձրեց այդ լուրջ տենց պոեզիա, որը կարելի է տենց լսել ինչ-որ խորանալ, ատմոսֆերիկ երաժշտությունը, այդ ատմոսֆերիկ պոեզիա է, ու հետաքրքիր կապեր կարելի է գտնել այդ պոեզիայի մեջ, կարելի է գտնել կապեր, ասենք նույն Արտուր Ռեմբոյի հետ, կարելի է գտնել կապեր Whitman-ի հետ, Blake-ի հետ, նրանք իմիջերից եղել են իրաց գրողները, հա, ամերիկացի է Blake-ը, Whitman-ը, իրաց բանաստեղծներն են եղել, ինքը հիմնականում համարել է, որ պոեզիան այնա, որ միշտ լինելու է, ինքը ասում է արձակը, այսինքն կարող ես կարդալ բանը, ժամանակի ընթացքում ինքը ժամանակ է արտահայտում արձակը կոնկրետ, իսկ պոեզիան ինչ-որ ավելի բարձր բան է, ես իր հետ համաձայն եմ այդ առումով, ինքը համարում է, որ արձակի մեջ կոնկրետ ժամանակահատված է ներկայացվում, ու այդ ժամանակահատվածը հնարավոր է այնքան էլ հետաքրքիր չի, հա, ասենք 1000 տարի հետո, իսկ պոեզիան ինքը համարում է, որ միշտ տենց լինելու է ինքը հետաքրքիր բոլորի համար։ Այսինքն դու 1000 տարի առաջվա պոեզիան կկարդաս, հա, դուրդ կգա։ Ես ճիշտն ասած չեմ կարդացել, բայց ասում են, բայց դե որ Ջիմը ասում է, ես հավատում եմ, Ջիմին չհավատալ մի քիչ դժվար է։ Ջիմը ուրիշ է։ Հա, դե պոեզիան այն չէ, էլի որ դիսավ կարդանից թվում է։ Էդի 100% է։ Լավ, արի Ջիմ Մորիսոնի պոեզիան մի քիչ ավելի խորը նայենք։ Իրա նույնը D&D երգը, հա, մի քիչ այնպես վերլուծենք, հա։ Իր այդ ներնի վիճակն է, առաջին անգամ երբ այդ կրվել է ինչ-որ էթիկի վիճակում գրված գործ է, ու ինքը համարում է, որ աշխարհը պրծել է բանում, վերջն է այսի, ինքը բան չի տենալու, ու շատ ամենակայֆեն է իր մեջ, որ ինքը իրոք հավատում է ինչ ասում։ Մարդիկ տան է, որ զուտ ծանրացնում են երգը, ասենք չգիտեմ, մի հատ բանը, ոտը սոտա տվել ընկել է, ինքը գրում անգադժողքը բանման, չգիտեմ, այս տիպի բաներ են գրում, հա, ինչ-որ հա, լուրջ բաներ է գրում, իսկ ինքը լուրջ զգացել է, ամեն ինչ զգացել է, երևում է, հետո կարելի է այդ D&D մեջ նույն բառերի մեջ խորանալ, հա, այնտեղ Էդիպովի կոմպլեքս կա, հա, ես բանեմ մորես, այս տիպի բան, հա, տենց ինչ-որ բաներ կա, դրա համար իրանք շատ են տանջվել, հա, իրանք տպվել են, անել արել են, բարերում չեն թողել, հենց էցել են։ Այդտեղ այդ ժամանակահատվածում հիմնականում այդ Ֆրոյդի տեսությունն է շատ հայտնի եղել, հա, իրանք այդ ամերիկյան ամբողջ հոգեբանության մեջ, ու այդտեղ հետաքրքիր բան կա, որ այդ ժամանակվա արվեստագետների մեծ մասը ինչ-որ շատ է գնացել այդ կոմպլեքսների վրա, նույն Սալվադորե Դալին, չգիտեմ, ինչ-որ բռնում էր, ինադու բաներ էր անում, ասենք չգիտեմ, տկլոր հելնում պարում էր բանման ու սաղ մտածում են, որ թեմքա, իսկ նույն այս Ջիմ Մորիսոնը տենց բան չէր անում ինձ թվում է, Ջիմ Մորիսոնը իրոք զգում էր այդ ամեն ինչը։ Մի քիչ գիժ է կարելի ասել, լավ իմաստով։ Դե թեկուզ վատ իմաստով։ Գիժ է մի քիչ, հա, ինքը հետաքրքիր բան կա իր այդ մանկության հետ կապված, եթե մեկ ուսումնասիրի իր կյանքը, դիզերտի լսած չլինի, այդ պատմությունը, որ 4 տարեկանում ինքը ավտոյոտնեցիկով գնում են ինչ-որ տեղ, ու ինչ-որ ինքը տեսնում է, որ մարդիկ են տես ընկած, հնդկացիներ, ու մեռնում են իրանք ավտոկատաստրոֆայից, ու իրան թվում է, որ մի հնդկացու հոգին տեղափոխվում է իր հոգու մեջ, շաման է։ Ու ինքը դառնում է շաման,
հետաքրքիրն է որ ինքը լուրջ հավատում է դրան, էլի։ Դա իրոք ուժ է որ դու կարաս տենց բանի հավատաս, դա ձգող բան է ինչ որ էլի։ Կա տենց բան։ Իր ամբողջ այդ պոեզիան շատ հիմնված է այդ շամանի հետ կապված այդ պատմություններով, ինքը իրան համարել է շաման, որ մուզիկայով ու պոեզիայով բուժում է մարդկանց, հա։ Ինձ բուժել եմ երկու անգամ։ Ես որ հավատում եմ, հա։ Ես հավատում եմ իրան։ Շատ է բուժել։ Հալելույա Ջիմ։ Հալելույա։ Так, Ջիմ Մորիսոն, պապայությունների պապայություն, Դորսի վոկալիստ, որը մեռավ 27 տարեկանում ու մտավ Club 27։ Այդտեղս Club իսկականից կա, դե հավքում են։ Վերևը։ Սիրիգունները հավքում։ Վերև դժվար վերև, ինձ թվում է ներքևը ավելի շուտ։ Ներքևը։ Հա, դե Մորիսոնը, Կաբեյնը, Հենդրիքսը, Ջոպլինը, հա, մի հատ խումբ են սարքել դեսել ինչ-որ, տենց մի 20 հոգով։ 20 հոգով։ Բանը, սիմֆոնիկ նվագախումբը։ Ջիմն էլ բանը, շվի է նվագում, ասում են։ Դուդուկ, հա։ Լավ, անցնենք Մորիսոնից, անցնենք ամերիկյան կոնտրկուլտուրայից, անցնենք ռուսականի։ Ռուսական կոնտրկուլտուրայից կարող եք առաջարկել Ակվարիում խումբը։ Ակվարիում խումբի գլխավոր սալիստ ու վիսմեննի руководитель, սենց ասած, Բարիս Գրիբինշիկո։ Դա Բորյա։ Բորյա, որը համարվում է էլի հենց պոետ, կարելի ասել առանձին պոետ, նոր նաև ֆոլք եւ ռոք մուզիկանտ։ Ինչ կասես իր պոեզիայի մասին։ Իր պոեզիան ուժեղ պոեզիա է իրականում, քաղաքային պոեզիա է համարվում հիմնականում, շատ լավ տենց կպնող տողեր ունի, ասենք կարող մի 10 կարդաս այնքան էլ չէ, մեզ մի հատ տողը կարանա քեզ գցի որ պետք է էլի, հենց որ պետք է ունենաս այդ ուժը իրան կարդալու էլի, կարող է հոգնես ասես թե լավ է, հենց պետք չի, բայց պետք չի հասանք դրան։ Նու Բարիս Գրիբինշիկովը էլի ինքը այդ առաջիններից էր որ ռուսական ռոքի մեջ, նու եթե ինքը չի հիմնադրել, ապա հիմնադրողներին ավելացրել է միստիկան բառերի մեջ, միֆոլոգիա ինչու՞ չէ այնտեղ։ Լիրիկան փոխել է, էլի։ Նույն պոպուլյար սարքեց հետո, հա, կարելի ասել է Լենինգրադի այդ ամբողջ այդ ռոք միջավայրը ինքն է ստեղծել։ Լենինգրադից մի քանի ուժեղ խումբ ա եղել, նույն կինոն Հելիլանդեղի, ինքն է ասեն կինոին հավաքել է, իրար կողքը հավաքել, ասել է եկել եք մի հատ անուն մտածենք, գիշերը չենք հնել, վերջում երևի ուրաց են եղել, կինո, հա։ Եսին կինո, հա։ Ու կինոն դարձավ ամենապոպուլյար խումբը սովետի։ Մենակ ռուսական չէ։ Հա, հետո ինքը այսքան դարձավ են պապան, հա, ռոքի ռուս, որ իրան հետևից թողեց շատ մեծ հետևանքներ, ոնց որ ասում են, հա։ Ինչ էլ հիմա թողում, հա։ Հա, նույն Զենֆիրան էլ ասում որ ինքն պապան, սաղ են ասում որ ինքն պապան է, մի խոսքով ռուսական ռոքում ով կա, բազմազավակ հայրը, հա։ Խոսացինք բանից, կինոից, կարելի է Ծոյից էլ խոսալ։ Կարելի է։ Նուրավայ։ Նու Ծոյը այդ հետաքրքիր բան ունի, ես իրան տխրություն է, իր երկերի տխրությունը համարում ինչ-որ ձգող, կայֆ տխրություն, մի հատ հենց պիչալի երգ ունի, ինչ-որ ապուշ բառեր ասենց իրար կողք դրել, ասենց թվում է ասենց ինչ-որ անիմաստ բան է, բայց որ դու լսում ես մի տեսակ բան կա իր մեջ, այդ տխրությունը հետեքուզ հենց իր ձենի, իր տեսքի մեջ երևում է այդ։ Բայց դու պատկերացնում ես, չէ՞, ինքը ոնց հաճեն հին երգերը որ լսում են, հա, ծոր մանգապարտեզում գրած են, բայց համատաբար նորերը։ Դե չորնի ալբոմը արդեն ուժեղ ալբոմ է, վերջինն է։ Հա, վերջինը, դե լավ հետո։ Հետ մահու է։ Հա, հետ մահու կարծեմ։ Չէ։ Հա, ոնց որ։ Դե չորնի ինձ թվում է դրա մորա ունի։ Լավ դե իմ ինչ-որ է։ Չի նեղանա մեզնից Ծոյը։ Հա, ինքը Ծոյի պոեզիան, այդ ինքը կորեացի է, չէ։ Հա, ինչ։ Ինքը կորեացի է, ապրում է Ռուսաստանում, սովետական Ռուսաստանում, ու այդ զգացվում է, այդ արևելյան մարդու մտածելու կերպը, ինձ թվում է զգացվում է այդ պոեզիայի մեջ։ Նույն գեներով կա։ Հա, պրինցիպի ռուս, բայց օրինակ այդ Պաշկա սիգարետի մեջ այնպես լավ տողեր կա, որ ասում է Я сижу и смотрю чужое небо из чужого окна и не вижу ни одной знакомой звезды. Այդտեղ կարելի է գտնել ինչ-որ բան, որ ինձ թվում է ինքը հենց գրել է դրա մասին։ Ինքը ստեղ ճուժոյ է ինչ-որ, ու ամենտեղ ճուժոյները լավ ընդունվում են։ Ասում իմանաք, ճուժոյը ինչ-որ նոր բան է, ինչ-որ հետաքրքիր բան է մարդկանց համար, ինձ թվում է նույն, ասենք Մորիսոնը ինքը իռլանդական արմատներով իրան հնդիկ էր համարում, բան, հնդկացի էր հնդիկ։ Դա ռաջ կապուր եկավ մտքից։ Հա,
հնդկացի էր համարում բան ու այդ հետաքրքրում է մարդկանց ինձ թվում է։ Հա տարբերվող մարդը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց։ Նշանակ։ Անցենք ռուսական շկոլան, Եկանք հայկական շկոլայի, հայկական շկոլան արդեն կարելի է համարել Արտուր Մեշյանն է, ընդհանուր իր ռոք շկոլան Արտուր Մեշյանին է, որովհետև ինքը հիմնադրել է, առաքյալները կարելի է համարել առաջին հայ ռոքն լուրջ խումբը, որ իրանք երկել են դուրս են եկել գարաժներից դուրս մարդկանց։ Ու կայֆերն է որ Նես չէ՞, ասենք, այդ ժամանակով է ռոք եղել պապաները, ասենք Beatles-ն եղա, բայց իրանք Beatles-ից կետ չունեն դա։ Դորսի հետ են սկսել գալ։ Հա, Դորսի հետ սկսել են ու լրիվ իրանք իրանցով էլ, ոնց որ ես մի հատ ազդեցություն չեմ նկատել ուրիշ երկրի ինչ որ բանի, ու առանձին հայկական շկոլա է։ Հա, կայֆ է։ Ու հալալ է Պարոն Մեշյանին, որ ինքը տենց իսկ իր պոեզիայից ինչ կասես։ Իր պոեզիան շատ էլի ատմոսֆերիկ պոեզիա է, իր պոեզիայի մեջ վիշտ կա, շատ ահավոր շատ վիշտ կա։ Վիշտը համ պլյուսը, համ մինուսը ինձ թվում է, որտեղ մինուսը ինքը ծանոթ է մինուսում։ Դե հա։ Դժվար է լսում, բայց ինքը այդ այնքան սիրուն է գրել այդ վիշտը նկարագրել, որ դու մուղամ չի դարել, էլի փոքրիկա։ Իր պոեզիան ասենք հոգեվիճակ է, ուղղակի հոգեվիճակ է, որ ասենք ինքը սենյակում նստած ու իր հոգեվիճակն է գրում, ես ինչ-որ բաներ են նկարագրում կամ պրոստը հոգեվիճակ է գրել ու շատ լավ ստացվել է իր մոտ այդ հոգեվիճակը նկարագրել, նույն 16-17 տարեկան ինքը գրել է ուրեր աստվածը, որ ասենք նենց գործը մարդիկ ասենք 90 տարեկան մեջ են կարող։ Իսկ թվում է Մեշյանը եթե ասենք Անգլիայում ծնվեց, ասենք գնել Deep Purple-ով բան հավաքվելու էին, ասենք գորային Մեշյան։ Հաստատ, որովհետև իրոք ուժեղ մարդ է ինքը։ Նախ ինքը մի հատ ընդհանուր որպես մարդ տեսակն է ինքն, հա։ Ինքը այն մարդն է, որ ինքը ճարտարապետ է, շատ լավ, բարձր որակի Հայաստանում լավագույններից է։ Ու չհաշված դրան ինքը սենց երկեր է կարող գրի, այսինքն ինքը ընդհանուր ես միշտ համարում եմ, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամենտեղ։ Ես միշտ տենց եմ համարել, նույն Վիսոցկի օրինակը կարելի է վերցնել, ինքը համ ուժեղ ակտոր է, համ ուժեղ տենց գրող է, համ ուժեղ երկիշ է։ Դե հա, в общем դեմք է, որպես հա, շատ լավ բառ որպես։ Դե Վիսոցկին հենց ինքն է առաջին անգամ օգտագործել այդ արտիստ տերմինը, հա, որ ինքը համարում է, որ արտիստ պետք է լինի, ոչ թե ասենք կոնկրետ գրող կամ կոնկրետ նկարիչ կամ պետք։ Հա, ու ակտուալ է Մեշյանը հիմա, շատ ակտուալ է ես ասեի, ու իր համար ողբերգություն է ինքն ասել, մի հատ հարցազրույցում, որ իր համար ողբերգություն է, ինքը կուզենար ասում է, պես նստեին ես համար երկու, ինչ ժամանակներ են ապրում, բայց այսօր մենք տեսնում ենք, որ նույն բանը գնում է ավելի դաժան, ավելի բացարձակում, նույն իր ահա եւ վերջս վերջին երգը, ու այդ Բելի ու Հայդի կռիվը, հա, որ միշտ գնում է, ինքը աչավարտող կռիվ է, ու մենք կամաց-կամաց պատմում ենք ոնց որ այստեղում, այսինքն մենք մեր մեջ օլիգարխները ավելի լավ են իրանցում, քան մտածողն արտիք։ Ու պրինցիպը միշտ էլ դից է եղել, բայց եթե նայես լավը որն է, լավը բարձա որ հակառակը լինի։ Հետո Մեշյանից մի բան եք ուզեի ասել, ես իր հարցազրույցները լսում եմ, հասկանում ես ինչ կազմակերպված մարդ է։ Ես ասենք 90-ական թվականներից մինչև հիմա իր հարցազրույցները լսում եմ, ու մի հատ անկապ բան չի ասել։ Ես ասենք խոսում եմ, կեսը անկապություն է ասում։ Ռուբեն Ախմեդյան։ Հա, անկապ բան չի ասել։ Հա, անկապ բան չի ասել մի խոսքով, ես ինչքան խոսում եմ, ասենք շատ հակասական մարդ եմ էլի ես։ Իսկ ինքը կոնկրետ գտել է իր ուղղությունը ու գնում է այդ ուղղությամբ մինչև վերջը։ Ֆիլիսոփա կարելի ասել։ Գարի Պոթեր։ Так, հա, հետո մի բան եմ Մեշյանից ասենք մոռացանք։ Այդ բանը մոռացանք ասենք, որ ինքը Մուշեր Իշխանի տեքստերն է վերցրել։ Ոչ բոլորը, դե հա, բայց վերցրել է Մուշեր Իշխանի երգերը ու դարձրել է ու շատ լավ դարձարկել է, հա։ Նույն Կիլիկա երգը, հա։ Ես ամենաշատը իր կատարումն եմ սիրում, հավերժ կատարում կա, բայց իր կատարումը այն որ վերջն է, էլի։ Ինքը ջարվախտ է երգում ու ձենն էս բաներ անում։ Հիմա որ լսում ես մեծ մասը ասենք կարող է արտասանության տիպի հնչի Մեշյանը։ Տարօրինակ մարդ տարածնել է, չէ՞, Մուշեր Իշխանը։ Հա, Մուշեր Իշխանը։ Բանն է։ Հետո ինքը Սայեդ Նովայի մի քանի երգա լավ սարքել, ինքը ասում է 7 տարի ես տանջվել եմ այդ երգի վրա, այսինքն այդքան ուժ ունի ինքը, որ կարա մի մարդու համար այդքան անի։ Հիմա էլ Կոմիտասին ես դե ամենաշատը շատ լավ։ Ամենաշատը սիրում եմ Միգութը ես տենց եմ, ինքը փսիխադելիկա է, բայց շատ լավ է։
Մեկ էլ վերջում էս ռոք պոեզիան ամփոփելով մի բան էլ կուզեմ ասել, որ մենք այսօր խոսում ենք հիմնականում, ինչպես տեսնում եք, ռոքի պապաների մասին, հա, որոնք հին ռոքի մասին են խոսում, որտեղ իմ կարծիքով հին ռոքի մեջ այդ պոեզիան ավելի ուժեղ է եղել, ավելի կարևոր է եղել, քան հիմա։ Հիմա ավելի շատ այդ Նիրվանայից հետո, հա, գրանժից հետո մի քիչ ուրիշ տիպի է դարձել այդ ռոք պոեզիան։ Հիմա մի քիչ ավելի կենցաղային է դարձել, ինչ որ ցած հաստատա, բան, բայց դե դա ոչինչ չէ։ Դա չէ, դա սա կուլտուրան է դրան գնում կարելի։ Ինչ որ շկոլա է դա առանց։ Հա, դե հիմա նայում ես, ասենք այսօր նկարիչներ չգիտեմ, Պեպսին են նկարում, լավ sense, բան։ Andy Warhol-ն աննա։ Դե Andy Warhol-ը պոպարտա։ Հա։ Լավ, շարունակենք անցում կատարենք մեր գրական բաժինը, գրականության։ Գրականության բաժինից որոշել ենք այսօր խոսենք մի քիչ ավելի ժամանակակից գրող, ավելի ռադիկալ ու ավելի ալտերնատիվ, կոտրող բոլոր ստանդարտները Չարլզ Բուկովսկիից։ Thanks։ Չինասկի։ Չարլզ Բուկովսկից ինքը ամերիկյան կլասիկա է համարվում, նորագույն գրականության կլասիկա։ 94-ին է մահացել։ 94-ին է մահացել, ասում են Սաղ լավ տպեքին 94-ին են մեռել։ Բավոս, 94-ին մեռել են ու 94-ին ծնվել են լավ տպեքին։ 94-ի գովազդեր ես, ինչ գովազդ։ Նորո գորասի եթերում, այստեղ կարող է լինել ձեր գովազդը։ Ինքը հա ասում ես, որ Հեմինգվեյից հետո իրան են համարում, որպես գրականության պապա։ Այսօր եթե դու կարդում ես ամերիկացի գրող, 90%-ը ազդեցությունը սենց զռ է ուղղակի։ Նույն իր կերպարի վրա, ասենք 100 կինո են նկարել։ Californication սերիալը լրիվ իր կերպարի վրա նկարած նա, պրոստը մի քիչ սիուն են սարքել այդ գյադուն։ Այդ այնքան չի դեսնում։ Դե, հիմա դա պիտի ժամանակի հետ հարմարացնես, եթե այն ժամանակ տեսքը կարևոր չէր, հիմա շատ էլ կարևոր է։ Սկսենք Բուկովսկիից, իր կյանքից։ Այո։ Բուկովսկին ծնվել է շատ բանում է ծնվել, Գերմանիայում է ծնվել։ Ծնողները մեկը լեհա, մեկը գերմանացի իմ իմանալով։ Ընդեղից 4 տարեկանում եկել է Ամերիկա։ 20 թվին է ծնվել։ 20 թվին ծնվել է, ապրիլ։ Այդքան զգել է, այդքան խմելով ալում է։ Իրան փոքր ժամանակ հերա իր Քլեփ Սվիչինոյ գործը կարելի է կարդալ, որը ներկայացնում է իր համարյա ամբողջ կյանքը մինչև 22-23 տարեկան, իր այդ դժվարությունները, որ ինքը բզուկներ ունեցել շատ մեծ իր ամբողջ մաշկի վրա, շատ վատ մաշկ ունեցել, ու դրա համար ինքը դարձել է իզգոյ ամբողջ ամերիկյան կուլտուրան բերումա դնումա դեմը, այսինքն ասում է այս են ամերիկացիները, հա, այն բանը չաղ բախտավորի, բանն ամերիկացիները ժպտացող միշտ, այդ որն է։ Ու չաղ բախտավոր ամերիկացիները սաղ են, որ գրող տղեկ են, այն որ ոչ մեկ չի կրվում իրաց մոտ, ասենք եթե դու երեխա ես վազում ես, ասենք վազքի մրցիկա, վերջին տեղն ես ընկե, ասում է դու առաջինն ես վերջից, իրանք, հետի սխալ բան է, հետի սխալ դաստիարակությունն է ու տենց մի հատ լավ կոմիկ կա իրանց մոտ, ամերիկացի, Ջորջ Կարլինը, որ ինքը շատ լավ է կպնում դրան, էլի, ինքը ասում է պետք է ասեն, որ դու լուզեր ես, պետք է ասում ամենակարևոր բանն է կյանքում, որ պետք է քեզի եթե ասեն, որ դու ուժեղ մարդ ես։ Դու ասում ես մամա, չէ, որ մաման է, որ մաման ասում է, դու ամենախելացին ես, բանման, դու ես ինստիտուտ, ու տենում ես 100 տես քո նման է, որ մաման իրենց էլ է ասել, նա ամենախելացին ես, իտոգում ով խելացի է, ով խելացի չի, տենց էլ դեբիլ մնում է։ Սկսենք այդտեղից, այսինքն դա սխալ դաստիարակություն է, ու հայերի մոտ էլ մի քիչ է դա արդեն, այն որ իրենց երեխուն տենց սարքում են աստված, այդ ինստիտուտը պետք չի, սխալ է։ Ինքը տպնում է Քլեփ Սվիչինոյում, այն որ սատկացնում է դրանց, որտեվ ինքը ասենք ամենատենց գեշ մարդն է, հա, իրենց բանում, դպրոցում, բայց ինքը նաև դրա հետ համատեղ ինքը շատ ուժեղ է ֆիզիկապես, ինքը տպվում է ում ուզում է, ու կռուտոյ է ինքը իրականում, հա, իսկ գոյա, բայց ինքը կռուտոյ է, նես չեմ որ նստում լացում է, հա, իրոք կարող է դե մարդը պետք է մի քիչ ոչ թե այսինքն գրողը, արտիստը ինքը ելնելով ինքը շատ լավ կերպար նախ պետք է լինի օրինակերացնելը, որտեղ դե հա, ես համարում եմ կարևոր չի, ինչ ես անում, կարող է ով ես, ես միշտ հենց եմ համարել օրինակ, օրինակ Հիտլերը որ տվեց Սաղաշխարհը հարամարեց, եթե Հիտլերը չլներ դրա տեղը, ասենք չգիտեմ ով լիներ, իրան ոչ մեկ տենց նորմալ չէր հիշելու։ Հա, դե բավական։ Դե Հիտլերը պապա էր իրականում։ Դեմք էր, հա։ Դեմք էր, հա։ Լավ, արի խոսանք իր վեպերից, ռոմաններից։ Ինքը ընդամենը ունի
քանի հատ 6 հատ ռաման 71 թվից 89 թվերնագրվել հիմնականում ավտոբիոգրաֆիչեսկի են ու գրված է իր alter ego-ի կողմից որի անունը Գենրի Չինասկի է լրիվ ինքն է լրիվ իր կյանքն է նկարագրած ու դա հետաքրքիր է ասենք շատ քիչ է հանդիպում вообще լրիվ ինքն է այսինքն կա որ իրանից ինչ որ բան է բայց ինքը ստեղ լրիվ ինքն է alter ego-ը ու մի հատ կայֆ բան կա որ ուզում եմ ասեմ այս ժենշինի մեջ ժենշինի չէ Ֆիլիպ Սիվիչինոյի մեջ կարդում եմ ունեց հետաքրքիր ինքը sense այդում է բան ընկերոջ տուն իրար հետ խմում են ընկերը դե երրորդ շշից հետո մեռնում է իսկ ինքը նստում ու միջև շեր խմում է հետո ընկերոջ մերին է գալիս այս ընկերոջ մորը ինքը ասում է համբես է իսկ ես բան sense այս տիպի այս ընկերոջ մերը sense բացում է ասում արի տենա միշտ կարաս անես ելնում փախնում է ինքը տեղից օրինակ գրողների 90%-ը տենց չեն գրել այդ իրավիճակը իսկ ինքը այն որ մաքսիմալ էլի sense ազնիվ մարդ է ինքը որ sense չոտկի ասում է ինչ է գրելա կապը շատ լավ է գրում շատ հետաքրքիր կապուկ ու sense ժամերով կարաս կարդաս ոնց որ ասենք լավ կինո կամ լավ սերիալ նայես Այսօր որոշել ենք իր երրորդ ռամանը քննարկենք արի մինչև երրորդ ռամանը քննարկելուց մի հատ ներկայացնենք եթե խրոնոլոգիչեսկի հերթականությամբ վերցնենք ուրեմն իր երիտասարդ ու մանուկ ժամանակները ցուցատալի իր Խլեպսվիչինոյի ռամանը հետո ավելի իր հասուն տարիքի ժամանակ ֆակտոտումն ու պոչտամն է երբ որ ինքը պոչտամ էր աշխատում հələ չէր գրում Պրոստը աշխատում է Ռաբատյագա էր, իսկ հետո արդեն երբ որ իրան եկավ Սլավան ու Փարքն ու բանը, Պրիզնանյան, ինքը գրեց այդ Ժենշինի ու Գալիվուդի մեջ վերջին ռամանի մակուլատուրա, ինքը լրիվ շատ հետաքրքիր է, ինքը sense ամբողջ կյանքը գրում է տենց ավտոբիոգրաֆիչի բան է, մակուլատուրան բռնում է եսի ինչ է գրում ու հետաքրքիրն է, բայց մալայես էլի որ կարա մարդը ասենք իր կյանքի վերջին տարիներին այտենց փոխվի։ Պլյուս հետմահու է ինքը տպագրվել, ինչքան գիտեմ, ինքը շատ ռադիկալ գիրք է, այսինքն մարդկա կարդում ասում է շատ լավն է, մարդկա կարդում ասում է իսկականից մակուլատուրա է, պրինցիպի Բուկովսկին այս վերջինի համար է ինքը գրել, պրոստը գրել է, որտեղ իրան պետք է գրել։ Այդ ժամանակին ստուգում է, բացի ռամանից ինքը շատ ավելի շատ ունի խորհուրդներ բանի, բանաստեղծությունների, որոնց մասին մենք խոսենք մի ուրիշ անգամ։ Հիմա այսօր որոշել ենք քննարկենք Բուկովսկիի մի գիրք, որի անունը Ժենշինն է, կանայք, այդ ինչպես նշեցինք, այդ գրքում արդեն ինքը նկարագրում է իր կյանքը, երբ որ ինքը արդեն ուներ որոշակի փառք ու ինչ-որ բաների հասել է, արժանինքներ ուներ արդեն, երբ որ ինքը արդեն 50-ից 60-ի մոտ ամարթ է, ու սկսենք ինչ տպավորություն գիրքը սկսվում է հենց նրանով որ ինքը ասում է ես 4 տարի սեքս չեմ արել նա ինձ մեկ այ ոչ մի աղջիկա չեմ ուսումնասիրում ինձ դեռ մեկ այ ես տվում եմ ինտերիքա ու հետաքրքիրն է որ ինքը ճիշտ է դա ասում հետո սկսում են իր գլխին լցվել աղջիկները հերթով ու ասենք ինքը 400 քանի էջ նկարագրում է հերթով այդ աղջիկներին 400 քանի էջ համեմատաբար շատ հաստ է մնացածի հետ համեմատաբար բայց ինքը ամեն գլավա սկսում է որ ինքը հելնում հետա տալինի հա որտեղ նախորդներ այնքան էլ խմել գնացել էր տավկաները դրել կաչկաների վրա այդպես աղջիկին չել հիշում ում հետ ա եղել ոնց ա եղել ուրա գնացել ու այդպես ինչ որ ու իրականում տենց ա եղել մեզ չի որ ինքը հնարում է կամ իր հետաքրքիր բան կա 30 տարեկանում որ ինքը խոսը տրակել է ասել են մի հատ նիկում էլ խմես մեռնում ես հələ գնացել է բար մի անգամից ու սկսել է էլի խմել նույն տեմպերով այսինքն ինքը լրիվ հավատացել է ճակատագրին ու ապրել է 74 տարի ինքը լրիվ այն մարդն է որ հավատացել է ճակատագրին որ ասենք եթե պետք է սենց լինի սենց է լինելու ինչ ուզում ես արա ուզում ես խմի ուզում ես ծխի ուզում ես լավ նույնիսկ այսօր չխոսենք հա Բուկովսկի այդ Ժենշինի մեջ ամենահետաքրքիրն է որ ինքը կարա այդքան էջ գրի ինչ որ կանանց մասին ու դնես կարդաս ու դες իրոք հետաքրքիր լինի այս վեպից հետո իր մոտ вообще շատացել են կանայք այն որ արդեն սենց նկարները իրանց տկլոր ուղարկում էին բանման արիվեկարին գիշեր բան այս տիպի դեմք է դառել դրանից հետո բայց ինքը ամենահետաքրքիրն այնա որ ինքը ասում է ես տենց էլ չկարողացա բաբնիկ դառնամ մեր շատ թույլ մարդն է բաբնիկ լինելու համար այ ես շատ ասում ես բաբնիկ չկարեցա դառնամ երկու հատ ռադիկալ մոմենտ ա եղել այս գրքի մեջ որը ինձ այնպես լավ հիշվել է որ կարդում էի օրինակ առաջինը ասեմ որ ինքը ապրում է մի հատ կնոջ է բայց սկիզբն է չէ այդ սկզբի առաջին կանացից է դա այդ ինը ինչ որ ասենք սահոր կռվում են իրար հետ
Սա հետ կնգա պատճառով վառում բան տուննա վառում արդեն ասենք իսա բաժանված են իրար հետ չեն բան, բայց այս աղջիկը դասինքը ավտոն ջարդի բանի չինասկից է, բայց այդ մարդը չի բաժանվում այդ աղջիկանից, սիրում է, էլի որ ասենք այդ ինչն է այդ աղջիկ որ 50-60-ի մոտ արդեն գամարտը, բայց ինքը այդպես սեր մեր էլի ինչ որ մեջը կա, այսինքն ինքը իր սենտիմենտալ բաներ կա իր շատ է հետ մեկտեղ ինքը շատ սենտիմենտալ գամարտ է, ով շատ հազվադեպ է ինքը հանդիպում հատկապես մեր հայ իրականության մեջ հա իրա երկրորդ դեպքը երևի ես հաստատա որի մասին եկից մասեր են որ ինքը մեծ աղջիկա հետ է լինում ու սիրում ավրոտ այ վերջը արդեն մեկ է զանգում ասում է գալիս եմ ես ին որտեղից ասում լավ ոչինչ կգամ արի ոչինչ ես կդիմավորեմ կապրենք իրար հետ մի քանի օր այսինքն խի չինասկի ինչի համար սիրում ես ախետնել ու ասում է ես իրան սիրում եմ բան բայց ինքը որ զանգեց ոնց որ այսպես ոնց շատ ռադիկալ դեմ կա հիմա դու ասես որ տղամարդը տենց պետք է լինի բայց նու տղամարդը տենց պետք է չլինի տղամարդը տենց կա ինչ-որ լավ կա տենց բան չանենք ինչ որ էս վերջը շուտ շուկուրանյա որ սա տղամարդիկ ինձ են կանայք լրի տարբեր չկա տենց բան էլ ասենք ամեն մարդ տարբեր է իր ձևով դե որ նա աղջիկ ասում ես դու տենց տարբերվող ես ինքը մի անգամ ես վայ ես քոնն եմ բան բայց դու որ աղջիկը կարաս ասես տենց որ իրականում տենց էլ կա լավ չփորանանք դրա մեջ իր այդ ժենշինի վեպը տպելուց հետո ինքը ամենահայտնի գրողներից է դառնում Ամերիկայում կարելի ասել ինչ այդ ինքը փոքր ժուրնալիզաներում էր տպնում ինչ որ մի 20 տարեկանում չէ 20 տարեկանում ինքը պերիոդելա որ չի չէր գրել 10 տարի մի հատ միտեղ տպվել է ու 10 տարի вообще չի գրել հետո սկսել է պոեզիա գրել մենակ այդ պոեզիա գրելու ժամանակ իրան մի հատ իզդատիլ է մոտենում իր իզդատիլն է դառնում նավյուժի ասում է ես քեզ ամսական $100 փող կտամ դու պոստից հել ու մենակ գրի այս Բուկովսկից հենց իր բազմամիլիոներում գրում ասում ես մարդը դեբիլ է ասում է ինձ $100 տալիս է ամսական որ ես էշեշ նստեմ գրեմ ամսական հա ամսական $100 հա ինքը ուրախանում է հաշվում է ասում է հաշվի ինչքան է քեզ պետք ամսական այս Բուկովսկին հաշվում է ասում է դե մի $58 ասում է լավ 100 կտամ ուրախանում է այս Բուկովսկին բան $100 Դες դեմ կա եղել ինքը։ Կարելի մտածում է ինքն է գցել մեզ, չէ՞։ Իր կյանքի ամենահետաքրքիր բանը որ ինքը պատմում է, ոնց է ինքը մի հատ բատոնչիկ կերել ամեն օր, մի հատ կոնֆետ։ Այդտենց վատ է եղել իր վիճակի մեջ։ Ու դիմացել է ինքը դրան, հենց պետք է լինի գրողը, հա, այսինքն պետք է տենային ամենաներքևը, նոր սկսի բացանալ։ Մի հատ այնց հատկություն ունի, որը գրողներին շատ պետքական համարում եք հատկություններից մեկն է, բայց որ հատկությունը ունեն 10% ամենագրողների այդ հատկությունը հիմնականում այդ է վատ գրողներ ունեն այդ հատկությունը նու չգիտեմ ինչից է գալի արի դեդուկցիայով չգնանք որովհետև այդ հատկությունը ինչպես դու կռահեցիր այդ հատկությունն է երբ որ ինքը դաժե մեռած հոգնած ջարդած հետ տալուց ասենք ասենք չգիտեմ այնքան է խմել որ լավ չի քայլում բայց ինքը նստում է ամեն գիշեր իր 10 էջը կամ ասենք 2 ժամը ինքը իր պլանով գրում է ինքը պրոստը որ գործ անում ինքը իստումա եթե նստեր սաղկյանքը գրել պրոստը իրան վիճիր կա սիգարետ մեկել նա տաղջիկ ներքև աշխատել ինքը կարող է սաղկյանքը գրել իր մեջ այդքան կար այդ պոեզիան ինքը նստում է ասենք օրական մի 30 հատ բանաստեղծություններ գրում Առավոտը զարթնում էր, տես տենում էր այդ 30-ից ասենք 25-ը գործ է իրականում ու իրոք շատ լավ գործ է ասենք ես ինքս որ գրում եմ գիտեմ դա շատ դժվար բան է ասենք ամիսը մեկ կարող եմ 10 հատ գրեմ մի գիշերվա ընթացքում բայց ինքը կարող է ամեն օր այդպես գրել դե բայց բացի դրանից էլ կոնկրետ դու մի շարք լիքը հայտնի գրողներ դու վիշարք հայտի գրող դու ու դա նաև դաժե ну в общем նաև լավ նաև վիշարք ուրիշ հայտնի համաշխարհային հայտնիություն ունեցող գրողներ ասենք ասում այսօր հավես չունեմ գրեմ կամ այսօր մուսաշ չկա կամ sense-նենց Բուկովսկի մոտ այդ չի եղել սա բանը կարտացել ես Բուկովսկի այն մեռած տղերքը բանաստեղծությունն է չէ ասում սախ բանը ինձ մենակ էին թողել բանն ու իմ հետ էին էլի մեռած տղերքը ասում Մոցարտը Դոստոևսկին ասում ամենաանտիր տղերքը մեռած տղերքն են ասում ընտիր է ասում էլի չեմ կարող բացատրեմ հիմա Вообще կարելի է կդնենք տակը ինքը նենց գրողա որ ինձ թվում է եթե դուք համարում եք դες գրականություն կարտացող մարդ, հա։ Եթե իրան չեք կարտացել, շատ բան եք փորձել իրոք, որովհետև ամբողջ այս նոր գրականությունը հիմնված է իմ կարծիքով երկու
ուղղություն կա, շատ, այնց մեկը էս լրիվ դրսի ռեալիզմն է, որին Բուկովսկին է պատկանում, մեկն էլ ինչ-որ հոգեբանական թրիլերոց ինչ-որ բաներ են, դրանք է այսօր իմ բայց դու ասեցիր այ ես խորհուրդ կտամ կարդալ, եթե կարդում եք նոր ժամանակակիցներին սիրում եք, ես բոլորին խորհուրդ չի տա Բուկովսկին ինձ թվում է, որովհետև Բուկովսկին ինքը մի քիչ յուրահատկություն ունի ու ասենք ավելի շատ ինքը համարտկային գրող է իմ կարծիքով, ինքը ասենք շատ աղջիկներ կարան կարդան չհասկանան ու вообще 3 էջից արդեն շպրտեն մի կողմ Այդտեղ չի բան ես ասում, բայց իրոք նորմալ տղամարդ մանեկող աղջիկ է, ինձ թվում է կարդա, ոչ թե իրան ինչ-որ կողքի ինչ-որ բան ինչ չասի որ զիբիլ էլի իր կողքը որ չլինի, նորմալ տղամարդ լինի իրոք որ ինքը ազնիվ լինի այդ ոչ թե ինչ-որ իր իշեցների բայց դե իմ համար Բուկովսկին տղամարդու իդեալ չի հետ իդեալ չի ես բան չունեմ ասելու, բայց զոզվելի մարդ էր իմ համար չէ, ախտեր, ընտիկ տղա էր Բուկովսկիից անցում կատարենք մի հատ թեմայի, որից ուզում ենք խոսանք, ես էլ առաջարկել եմ, տղամարդկանց մասին ինչ-որ թեմա է, որ այսօր աշխարհում ինչ-որ չի խրախուսվում էլի, տղամարդկային լինելը, գիտեմ ինչ-որ շատ արդեն էլի, մանավանդ Եվրոպայում ահավոր նեղում են, որ նորմալ տղամարդկային քեզ պայս, սյոյսի բանը, ձիկարյա բանն, հասկանում ես? Զզվելի բան է կատարվում Հայաստանում է քյարթույա Հայաստանում է ձիկարյա քյարթույա թարգմանվում բայց վատ իմ չգիտեմ քյարթուել կա քյարթվել կա ասենք չգիտեմ եթե դու ասենք աղջիկների մոտ ծխում ես իրանց թվում է դու ձիկար ես всё բայց բայց որտե ծխեմ ես էլ ասենք որ մարդկանց կողը չեմ կարող ծխեմ դե ծխելը հեչ դե հա հազարդ բան կա էլ որ ասենք չգիտեմ պետքա օրը 6 անգամ թրաշվես, 7 անգամ լողանաս, որ իրանք չմտածեն, որ դու տենց ինչ-որ վատ տիպ ես բանման։ Ես չեմ ընդունում այդ, ինձ թվում է ինչ քեզ դուր է գալի, տենց պետք է անես, տենց պետք է ապրես։ Ու չի թվում որ սաղ տղեկին դուր է գալի, որ իրանք ամենառավը դիհեն են թրաշվելուց այդ օրը սկսեն։ Նու իմ ապրի վերում ով բայց պատահում է։ Դե հա, բայց իմ ապրելակերպը տենց չի։ Ես ասենք ոչ աշխատում եմ ոչ բան, ինձ ոչ մեկ չի կարող ասի թրաշվի։ Ես կարամ սես պահեմ ամիսներով, սենց գաչ դու քիչ գրող ես ու այդ ամեն ինչը շատ վատ է տանում մարդկությունը ինձ թվում է կանայք շատ նիպալնացենի են դրանից դառնում որտեվ իրանց կողը չեն ունենում իրանք նորմալ տղամարդ այլ ունենում են իրանց ինչ-որ դիմացող տիպ դա սխալ է ինձ թվում որտեվ տղեն էլ իր կարտիքը չէ պետք է ասի ոչ թե ասենք դիմանա աղջկան չգիտեմ լսի իրան բան այդ մի տեսակ է ես չեմ էլ համարում որ մյուս մասնա ճիշտ, հա? Որ այն որ տղեն խոսում աղջիկը պետք է ոյ ման մուժիկ ման այդ էլ մի բան չի, բայց ծայրահեղություններ է, բայց այսօր Եվրոպան գնում է այն ծայրահեղությունը, այն որ պետք է աղջիկ ասի, ինձ թվում է դրան է գնում, այսօր այդ Ասիան էլ հակառակն է, Դե կրում ժիզնի է, իստում է իրանք գնում են ընդեղ, հետո հետագալի բալանսի, ընդեղ ընդեղ են գնում ու հետագալի բալանսի, որտեղ վերջում սա Բայց այսօր մի քիչ շատ է, Ինչ օրինակ ոնց բացատրեմ, չգիտեմ ոնց բացատրեմ Լավ, արի թեման փոխենք Արի թեման փոխենք Կուզենք քննարկել նաև մի ուրիշ թեմա ավելի սոցիալական Արի ամեն վիպուսկում ինչ-որ տեսքի բան քննարկենք, ոնց որ երեք էիր ասում են Դու զզվում ես այն աղջիկից Հա, էդի հա Դե ասա Հա, ես զզվում եմ այն աղջիկներից, ովքեր իրանց նկարն են գցում Կողքը ինչ-որ ցիտատա են գրում, ինչ-որ հիմնականում Կոելյոից Կներեք հատած համար Կոելյոից Ու ինչ-որ վաբշե կապ չունի այդ ցիտատան ոչ իրանց նկարի հետ, ոչ իրանց հետ Ասենք, չգիտեմ, ընդեք ինքը նստած պիցա է ուտում, կողը ինչ-որ եսին ամեն մարդ ունենում է իր կյանքը եւ պետք է այդ կյանքը հարգել ման ինչ-որ անկապ էլի ասենք ինչ ես ուզում դու այդ նկարով ու այդ ցիտատայով հատկապես աշխարհին ասած ու լիքը լայք կա ճիշտ ես ասում բան չէ ցան տիրել բայց ինքը ապուշ դեմքով պիցա ու միշտ աղջկա նկարների տակ իր անգերուին մտնում է գրում է արևս ես ինչ սիրուն ես արևս Ասենք չեմ հասկանում ես այդ լոգիկան, ոնց որ պատկերացնում ես տղեկի նկարների տակ, ասենք մտնես իմ նկարի տակ գրես վայս ինչ սիրում ես պոնչո։ Իսկ ֆորմալն է, դա որ եթե դու գցես ընկերուհիդ չգրի, ոնց որ ինքը նշանակում է ոնց որ քո իսկական ընկերուհի չի, ասենք, հա, պիտի գրի անպայման, որովհետև ուրիշ ձև չի լինում։ Առողջ մտածելակերպ չի ստում, այլի որ չգիտեմ, սա աղջիկը սիրուն չեն, դες ասեմ իմանաք։
Հետի մեկը ձեզ խափել է նախ, սկսենք այդից, որ ինչ որ ընդ տգեղ աղջիկներ չեն լինում, դոլավ է։ Ոչ չեն լինում։ Ես օրինակ եթե տգեղ աղջիկ լինեի, ինձ վատ կզգայի, որ ասեն տգեղ աղջիկներ չեն լինում։ Բայց կարաս դու տգեղ լինելով սիրունանաս։ Չէ, չեմ ասում, օրինակ դու տգեղ աղջիկ ես ու սաղտեղել ասում են տգեղ աղջիկներ չեն լինում։ Դու ես վատ չես գա, ոնց որ չեմ վրա։ Դու չասեմ լինում են իրենք, ասենք ես տանն են ապրում, այդ կողմերով զգուշ ասենք։ Կամ է որ ասում են բանը, կարևորը հոգով սիրունը, ես մարմնով, ասենք լուզերների ասած է, ավելավը երկուսով է սիրունը։ 100% ես տենց եմ նայ։ Նես չի որ չի լինում, դες շատ է լինում։ Չէ, ասենք ամեն տղամարդ իր իդեալը ունի կնոջ ինձ թվում է։ Իդեալը որն է, ասենք մի հատ աղջիկը ես հանդիպում, դուրս գալիս է ինքը, դու այդ ընթացքում չես մտածում ինքը սիրուն է, խելացի է ինքը, այս այն է, պրոստը ինքը քո դուրը գալիս է, բռնում է ինչ որ ընդ քիմիական ռեակցիաներ ա լինում ու բռնում է ինքը քեզ, եկանում ես տանում ես տուն։ Եկանում ես տանում ես տուն։ Ասում եմ բռի բանաս։ Կնիկ կառնեմ կպահեմ։ Այդ բանն էր լրի։ Չէ, լուրջ եմ ասում, աղջիկներ պետք չէ, դի տենց։ Բայց պետք չի։ Նախ հիմնականում ես նկատել եմ, որ այդ ինչքան աղջիկը ավելի տգեղ է լինում, այնքան ավելի մեծ կարծիք ունենում իր մասին։ Ամենասիրուն աղջիկները ամենամիայնակներն են հիմնականում, որտեվ տղեկը դուք չեն անում իրենց մոտիկանալ, ասում են ադե ես ինձ կաստրի։ Կամ էլ արդեն մոտիկացել է։ Իմ հետ կպարի, որ այս աղջիկը բան շատ սիրուն է, բան, այնպես հիմնականում այն գեշ աղջիկներն են, ասենք մի երկու հատ տղա ինչ որ լավ բան են իրենց ասել, ուզեցել են կպցնեն, իրենց թվացել է այդ բադ իմաստով կպցնեն դիտում։ Այդ իրենց թվացել է որ տենց էլ կա, ու իրանք աշխարհի ամենասիրուն Սազդանյանները։ Աշխարհի ամենասիրուն Սազդանյանները սրճումների մի հատ տեսակ կանոնը չեմ հիշում, դրանք են։ Հագիստ լրվեք տեղները։ Լուրջ եմ ասում լրիվ։ Ու այդ խանգարում է իրականում այդ ձև տալը նույն։ Այդ որ աղջիկը առաջին անգամից պետք չէ ասի, երկրորդ անգամից չէ ասի, երրորդ անգամից չեմուչում անի, չորրորդ անգամ չգիտեմ ասի։ Նոր ընդ գայի հայի մի քանի տեսակել կա, այդ էլ պետք է անցնի, որ նոր սկսեն, ասենք ես որ մեկին տենց հասնեմ, մի հատ աղջիկա է տենց։ Ես իհայտ սկսեմ անկախիզից վատ վարվել։ Որտեվ արդեն ինքը քեզ տանջել է, մի 3 տարի ինքը քեզ տանջում է, դու արդեն ոչ թե սիրում ես իրան, այլ զզում ես զուտ պրինցիպի համար։ Հա, տենց է լուրջ եմ ասում։ Կուզենանք ամփոփել մեր այսօրվա հաղորդումը, ասելով, որ հետաքրքրվեք պոեզիայով, հետաքրքրվեք մշակույթով, գրականությունով, կարդացեք Բուկովսկի, կիս մեր վիպուսկի հետ կգտնեք նաև բոլոր այն հղումները, լինկերը, որ Բուկովսկից մի հատ բան կդնենք։ Այո, ինչ քննարկել ենք, հիմնականում կդնենք, որպեսզի դուք բան անեք։ Ոնց է դրան դոկումենտալ կա մի հատ դոկումենտալը կդնենք Բուկովսկի, ինքը շատ օգնում է հասկանալ Բուկովսկին, որտեղ Բուկովսկի որ դնում դու մի գիրք կարդում ես, շատ հնարավոր է դուրս չգա, բայց այդ դոկումենտալը եթե որ դու նայում ես, հաստատ գիտեմ 90% մարդկանց բռնելու է սաղ իր գրքերը կարդալ, որտեղ այդ տիպի ինքը մոշնի դոկումենտալը ինձ էլ է պետք նայել, որտեղ գրքերը կարդացել եմ մի քանի հատ, բայց դոկումենտալը չեմ տեսել, դոկումենտալը նայել ինքիլը Եվ հա, վերջում կասեի բոլոր երգերը, որոնք քննարկեցինք կլինեն իրանց բառերով լինկերը կլինեն։ Ձեզ մաղթում եմ հաջող շաբաթ, լսեք մեր ոդկասթը, ամեն շաբաթ կլինի, ամեն շաբաթ կմաղթենք։ Դա բարի իրոք վերիքա, սիգարետը սպորտանում է։ Իսկ որ սիգարետը սպորտանում է, լիքը աղջիկներ մեզնից կներանան, դրա համար արի վերջ։ Ձեզ հետ են Ջիմը եւ Գյուլխը, ինչ նոր հանդիպումներ, ծեսություն։ Հնդիկ։